Նոյեմբեր համարում է շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, հիվանդության զարգացման պատճառների եւ բուժման եղանակների մասին կզրուցենք Նաիրի բժշկական կենտրոնի ուրոլոգ Նարեկ Մելքոնյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ է հանդիսանում շագանակագեղձի քաղցկեղի զարգացման պատճառ։ Շագանակագեղձի քաղցկեղի ռիսկերը մի քանիսն են իհարկե եւ դրանք հիմնականում շատ չկառավարվող ռիսկեր են այդպես օրանատի կողմից։ Դա տարիքն է եւ ժառանգականությունը, այսինքն այս process-ը հիմնականում հանդիպում է 50-ից բարձր տարիքային խմբի տղամարդկանց շրջանում, իհարկե վերջերս նկատել ենք, որ մի փոքր երիտասարդացման այսպես միտում կա, եւ մյուսը ժառանգականությունն է, որոշակի գեներ կան, ասենք BRCA1 եւ 2, որոնց արկայության դեպքում շատ ագրեսիվ տեսակի շագանակագեղձի քաղցկեղ են գոյանում եւ դրանք այսպես ասած այդ ընտանեկան ձևերն են, որոնք եթե օրինակ հորեղբայրը, հայրը, քեռին ունենում են շագանակագեղձի քաղցկեղ, այդ անհատները այդտենց խիստ դիտման տակ պետք է պահեն իրենց հսկողությունը, որպեսզի վաղ փուլերում այդ ագրեսիվ ձևը նրանց փոխանցված չլինի։ Ներկայումս իհարկե հնարավորություններ կան այդ գենետիկ հետազոտություններն իրականացնելու եւ հասկանալու համար, եթե մենք ունենք այդ մուտացիան, ապա շատ ավելի վաղ փուլերում կարելի է հսկվել եւ եթե այդ մուտացիայի հետևանքով այդ փոփոխությունները շագանակագեղձում իհայտ կան, մենք շատ ավելի վաղ բժշկին հնարավորություն տանք այդ շագանակագեղձից ազատվել, ախտահարված օրգանից ազատվել եւ ուռուցքը հաղթահարել։ Սրանք այս երկու ռիսկային գործոններն են, որոնք որ կառավարելի չեն, մնացած ինչ որ չափով կարելի է, այսինքն օրինակ բնակլիմայական պայմանները, ռադիո ճառագայթային այդպիսի ալիքները, որոշակի հետազոտություններ կան, որոնք ասում են, որ օդաչուների մոտ օրինակ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը շատ ավելի մեծ է, որովհետեւ նրանք բարձր տարածության վրա թռիչքներ իրականացում ուլտրամանշակագույն ճառագայթների վրա ազդեցությունը այդ իրենց օրգանիզմի վրա ավելի բարձր է եւ այդպիսով ռիսկը ավելի է բարձրանում։ Իհարկե այդ ռիսկը շատ չնչին ռիսկի ավելացում է, բայց ամեն դեպքում հետազոտություններ կան։ Որոշակի սննդային օգտագործումներ, ուրեմն իրարամերժ այսպես հետազոտություններն իհարկե, բայց օրինակ փաստը կա, որ կարմիր միս, այսինքն մսեղենի շատ օգտագործումը, ճարպով հարուստ կաթնամթերքի օգտագործումը ամբողջությամբ բերում է ածխաջրերի չափից շատ օգտագործում, այսինքն որոնք բերում են այսպես քաշի ավելացումին, դրանք նպաստում են, որպեսզի շագանակագեղձի քաղցկեղը ավելի արտահայտիչ հավանականություն ունենա առաջացման։ Իհարկե կան նաև կողքից մի փոքր օգնող այսպես սննդամթերքներ, բանջարեղեն, մրգեղեն, որոնց օգտագործում այսպես կարծես բեռնաթափում է օրգանիզմը եւ նպաստում է, բայց ելի եմ ասում, այս բոլոր տվյալները այդքան էլ ամբողջությամբ հաստատված չեն, այսինքն կան հետազոտություններ, որոնք ասում են, որ դա այդպես է իսկապես, եւ հետազոտություններ կան, որ կորելացիան այս սննդամթերքի եւ շագանակագեղձի քաղցկեղի միջեւ որպես այդպեսին չի գտնում։ Ուղղակի կարելի ասել, որ առողջ ապրելակերպը, ցածր քաշի արկայությունը, սորտով զբաղվելը, այս ամենը իհարկե ընդհանուր օրգանիզմին օգնում է, որպեսզի ընդհանուր օրգանիզմը առողջ լինի։ Հատկապես եթե հայրը, հորեղբայրը կամ քեռին ունեցել են այդ շագանակագեղձի քաղցկեղը, տղաները ավելի ուշադիր պետք է լինեն, բայց կապ ունի թե հարազատները որ տարիքում են բացահայտել իրենց մոտ քաղցկեղի արկայությունը եւ որ տարիքից պետք է երիտասարդը հետազոտվի։ Տեսեք, եթե ժառանգական ընտանեկան ձև կա, ապա 40 տարեկանից սկսած, այսինքն առաջին PSA անալիզը պետք է հանձնել 40 տարեկանում արդեն։ Եվ եթե նա գալիս է մեկից ցածր, այսինքն գրեթե ռիսկի հավանականություն դուք չեք ունենում, կարող եք հաջորդը արդեն 45-ում հանձնել եւ այդպես շարունակ տարի մեկ անգամ արդեն մինչեւ 70 տարեկանը պետք է հանձնել։ Եթե մինչեւ 70 տարեկանը շագանակագեղձի քաղցկեղ չի առաջանում եւ PSA ցուցանիշը կարծես այդքան էլ այնքան ցածր է, որ մեզ հուշում է, որ այսքան հավանականությունը հետագա կյանքում ունենալ քաղցկեղի եւ այնպիսի քաղցկեղի, որը կյանքից կարող է զրկել պացիենտին, մի փոքր ավելի քչանում է։
որովհետև ընտանեկան ձևերը հիմնականում ավելի երիտասարդ են, այսինքն 75-80 տարեկանում ընտանեկան ձև քաղցկեղի ունենալու հավանականությունը շատ ավելի քիչ է լինում։ Դրանք ավելի երիտասարդ տեսակներ են եւ շատ ագրեսիվ են, այսինքն այնտեղ պայքարելու տարբերակներն էլ կան իհարկե, բայց բնականաբար ինչքան ագրեսիվ ուռուցքի դեմ ես պայքարում, այնքան շանսերը ավելի քիչ են։ Հոդված կար, որ ասում է, եթե ընտանիքում կա գենետիկական նախատրամադրվածություն կրծքագեղձի քաղցկեղի առումով, մեխանիկորեն նաև շագանակագեղձի քաղցկեղ կարող է լինել այդ ընտանիքում, կապ կա։ Ես այդ գեները, որ ասեցի, BRCA1 եւ 2, դրանք հենց կրծքագեղձի քաղցկեղի առաջացման այդ գենետիկ մուտացիաներն են, որոնք նաև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման գենետիկ նախատրամադրվածության այդ կոդերն են։ Եվ շագանակագեղձը նույնպես ոնց որ այդ գեներով պայմանավորված է առաջանում։ Ուղղակի նրանք այդ գենը ոնց որ առաջնահերթ կապ է եղել կրծքագեղձի հետ, դրա համար մնացել է ոնց որ այսպես ասած կրծքագեղձի քաղցկեղի գեն, բայց դա անմիջական կապ ունի նաև շագանակագեղձի։ Գաղտնիք չէ նաև որ բուժական որոշակի պրեպարատներ, բուժումներ, նաև որոնք որ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում են կիրառվում, նաև կրծքագեղձի քաղցկեղի բուժող պրեպարատներ են, այսինքն այս երկու ուռուցքն էլ հորմոնալ ակտիվության այսպես ուռուցքային տիպի են դասվում եւ դրանց կառավարումը որոշակի այդ հորմոնալ փոփոխություններն իրականացնելով կարողանում են որոշակի առումով որ այսպես կանգ տալ ուռուցքին։ Կար տեսակետ, որ շաքարային դիաբետի դեպքում երբ օգտագործում են մեթֆորմին դեղորայքը, դա եւս նպաստում է ուռուցքի իհայտ գալուն։ Նման բան կա։ Ինչ որ չափով կորելյացիա կա շաքարային դիաբետի եւ շագանակագեղձի քաղցկեղի միջև եւ կորելյացիան այնպիսին է, որ այն պացիենտները, որոնք ունեն շաքարային դիաբետ եւ նրանց մոտ հայտնաբերվում է շագանակագեղձի քաղցկեղ, նրանց ապրելիությունը մի փոքր ավելի քիչ է, քան սովորական պացիենտների մոտ առանց շաքարային դիաբետի։ Մեթֆորմինը, որը իրակ արդեն որպես այդպիսի ճարպային փոխանակության հետ է մասնակցում եւ որոշակի առումով շաքարային դիաբետի բուժման պրեպարատներից մեկն է հանդիսանում, հակառակը ինքը կարող է դրական էֆեկտ ունենալ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վրա, այսինքն կանխի որոշակի առումով շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը։ Բայց ելի եմ ասում, հիմնական ռիսկի գործոնները դրանք տարիքն են եւ ժառանգականությունն են։ Այլ պրեպարատներ կան, որոնք օրինակ ֆինաստերիդը, որ թույլ չի տալիս օրգանիզմում տեստոստերոնի ակտիվ ձևի փոխակերպումը եւ հանդիսանում է շագանակագեղձի բարորակ գերաճի բուժման պրեպարատ, որոշակի դեպքերում նաև դերմատոլոգների կողմից իրականացվում է մազաթափության, այսպես անդրոգենային մազաթափության բուժման պրեպարատ, ուսումնասիրությունները հստակ ապացուցել են, որ այդ պրեպարատի օգտագործումը հետագայում շատ անգամներ նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Այսինքն միակ պրեպարատը, որ ինչ որ չափով հստակ կա, ապացուցված դերակատարում ունի, դրանք ֆինաստերիդն է պրեպարատ որպես այդպիսին, բայց դրա երկարատև կիրառումը այսպես ասած իր կողմնակի այսպես էֆեկտների համար մի փոքր քիչ կիրառելի է։ Այստեղ ոչ թե պետք է բոլորը վերցնեն եւ այդ պրեպարատը սկսեն օգտագործել, դա ուղղակի ուզում եմ ասել հետաքրքրություն կա, բայց դա չի համարվում քաղցկեղի բուժող կամ կանխարգելիչ պրեպարատ։ Ուղղակի ինչ որ չափով կապ են տեսել, այսինքն ասածս այն է, որ դա այն քանակի այն պրեպարատը չի, որ լայնածավալ կիրառություն սկսի ստանալ կանխարգելման նպատակով։ Նրա կանխարգելիչ այդ տոկոսային բանը այնքան քիչ է, որ հա կա, բայց դա չի նշանակում, որ 100%-ով կանխելու է ձեզ մոտ շագանակագեղձի քաղցկեղը։ Կապ են տեսնում նաև շագանակագեղձի ադենոմայի ախտանշանների եւ շագանակագեղձի քաղցկեղի ախտանշանների միջև։ Ինչ որ տարբերվող ախտանշաններ չկան։ Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան դա բարորակ process է եւ ընդհանրապես շագանակագեղձը ինքը մի քանի հյուսվածքաբանական տիպով այսենց զոնաներ ունի եւ շագանակագեղձի ադենոման առաջանում է նրա անցումային զոնա, այսինքն տրանզիտոր այսպես զոնայում է առաջանում։ Եվ հյուսվածքաբանորեն տարբեր մեխանիզմներ կան,
եւ ադենոմա եւ շագանակագեղձի քաղցկեղ կարան զուգահեռ միաժամանակ լինել նույն շագանակագեղձում։ Իսկ ծայրամասային հատվածում հիմնական հատվածն է, որտեղ քաղցկեղն է առաջանում, եւ ավելի ներսի հատվածում, այս տրանզիտոր զոնայում, որ ավելի միզուկին շրջապատող հատվածն է, այդ ադենոմատոզ բաղուրակ հատվածն է առաջանում։ Գանգատների տեսանկյունից, քանի որ անատոմիորեն միզուկին ավելի մոտ ադենոման է, մեծ տարիքում պացիենտների մոտ ավելի հավանական է, որ այդ միզարձակության գանգատները պայմանավորված լինեն հենց զուգահեռ առկա ադենոմատոզ հանգույցով։ Այսինքն, երբ որ կա մեզի շիթի անկում, ընդհատվող միզարձակություն, կիսադատարկման զգացողություն, դժվարամիզություն, կաթիլ-արկաթիլ միզարձակություն, այսպիսի արգելքին բնորոշ գանգատներ, մեծ հավանականությամբ դա նախնական փուլերում, այսպես ասած, բնորոշելու է ադենոմատոզ հանգույցին։ Սակայն չի բացառում, եթե մի փոքր ուշ փուլում հայտնաբերվի շագանակագեղձի քաղցկեղը, նա այսպես ներաճ ունենա նաև այդ միզուկային հատվածներ եւ ինքը իրենով առաջացնի նմանատիպ գանգատներ։ Այսինքն, եթե կա միզարձակության հստակ գանգատ, դա այո, մեծ հավանականությամբ ադենոմային է բնորոշ լինելու, սակայն դա չի նշանակում, որ շագանակագեղձի քաղցկեղը չի կարող առաջացնել նման գանգատներ։ Եթե շագանակագեղձի քաղցկեղով է պայմանավորված այդ խնդիրը, նշանակում արդեն իսկ մենք հայտնաբերում ենք այդ քաղցկեղը մի փոքր ոնց որ ավելի վատ փուլում, ավելի ուշ փուլում։ Իհարկե դեռևս կարող է ոնց որ փուլայնությունը մի փոքր բժշկության մեջ այլ ոնց որ տերմինաբանությամբ է իրականացում ժողովրդի մոտ այլ ոնց որ հասկացողություն կա, բայց տեղային հատվածով նշանակում է ինքը ավելի մեծ տեղամաս է գրավել շագանակագեղձում, նոր է հայտնաբերվել։ Դեռ կարող է շագանակագեղձի հյուսվածքի մեջ լինել, բայց ոնց որ ավելի մեծ ծավալի ուռուցք է արդեն առաջացրել շագանակագեղձի մեջ։ Վաղ փուլում հայտնաբերելու դեպքում ինչպիսի բուժում է իրականացվում եւ ուշի դեպքում ինչպիսի։ Վաղ փուլերում հայտնաբերելու համար նախ պետք է պացիենտը մասնակցի այն սկրինինգային պրոցեսներին, որոնք որ առաջատար երկրներից շատերը իրականացնում են, իհարկե մի մաս այդ սկրինինգային ծրագրերից տարբեր պատճառներով հրաժարվել են, սակայն փորձը ցույց է տալիս, որ բոլոր սկրինինգային ծրագրերը, որոնք իրականացնում են, իսկ ինչ է նշանակում սկրինինգային ծրագիր, դա նշանակում է ամենամյա տարեկան PSA հետազոտություն, ամենամյա այդ PSA հետազոտությամբ օրոլոգի խորհրդատվություն, մատնային քննություն PSA-ից հետո իրականացված եւ այդ ամբողջ խորհրդատվությունը երբ որ իրականացվում է, դուք արդեն հասկանում եք այս փուլում մենք ունենք հավանականություն ունենալ շագանակագեղձի քաղցկեղ թե ոչ։ Պացիենտների մեծամասնությունը հիմնականում երբ որ մեկ անգամ հանձնած է լինում PSA, մտածում է, որ վերջ իր միսիան այսպես ասած կատարված է եւ երբ որ նորմալ ցուցանիշ է, այսինքն գտնում են, որ այլևս հավանականություն չկա։ Հավանականությունը տարիքի հետ միասին մենք արդեն խոսեցինք, ռիսկը մշտապես ավելի բարձրանում է։ Եվ ամենամյա PSA-ն է շատ կարևոր, այսինքն եթե օրինակ ցուցանիշը 1.5 նանոգրամ միլիլիտր է եկել եւ 1 տարի հետո եկել է ասեն 2.5 նանոգրամ միլիլիտր, լաբորատորիաները սիրում են այսպես նորմատիվներ են միշտ կողքը գրում եւ պացիենտը երբ որ նայում է առանց ուրոլոգիայի մտածում է, ասենք նորմայի մեջ է, ոչ մի խնդիր չկա, բայց այդ տարեկան աճն է ամենակարևոր ցուցանիշներից մեկը, այսինքն երբ որ այդ 1 նանոգրամ միլիլիտրով նույնիսկ աճ է գրանցվում տարվա ընթացքում, արդեն ուրոլոգը պետք է մտածի եւ կասկածի, որ այնտեղ հնարավոր է շագանակագեղձում որոշակի ռիսկեր կան։ PSA-ը ինքը իրանից չի հանդիսանում օնկոմարկեր, իհարկե լաբորատորիաներում օնկոմարկերների դասին է այսպես շարժված, բայց ինքը չի համարվում կլասիկ օնկոմարկեր, քանի որ ուռուցքային մարկեր չէ, նա օրգան սպეციფიկ մարկեր է, այսինքն շագանակագեղձի նույն ադենոման ինքը իրենով կարող է բերել PSA ցուցանիշի բարձրացման։ Եվ եթե այդ ցուցանիշը մենք ունենք բարձր, չի նշանակում այնտեղ պարտադիր պետք է քաղցկեղ լինի։ Մենք շատ բազմաթիվ դեպքեր ունենք, որ PSA-ը 5 է, 6 է, 7 է, 8 է, նույնիսկ շատ ավելի բարձր ցուցանիշներ են ունենում։ Այդ մարդիկ տարիներ շարունակ հսկողության մեջ են, տարբեր հետազոտություններ են իրականացված եւ նրանց շագանակագեղձում որևէ ուռուցքային փոփոխություն չի հայտնաբերվում, բայց նրանք շատ ակտիվ հսկողության մեջ են գտնվում։ Որքան PSA-ը օրգանիզմում բարձր է, այդքան պացիենտը ավելի լուրջ հսկողության տակ պետք է գտնվի։
Եվ եթե իրականացվում այդ սկրինինգային ծրագրերում մասնակցում է պացիենտը, մեր երկրում ցավոք դեռևս ներդրված չի, որովհետև դա շատ լուրջ ֆինանսական ներդրում է պահանջում իրականացնելու համար, հուսով եմ վաղ թե ուշ դրան կհասնենք։ Ներկայումս պացիենտը ոնց որ ինքնուրույն պետք է պրոցեսին ոնց որ իր նախաձեռնությամբ այսպես մոտենա հիմնական մասը բնակչության Եվ եթե կասկածը դրվում է, նախ պետք է հասկանանք, ինչպես պետք է ախտորոշենք այդ նախնական փուլում։ Սա ամենակարևոր եւ ամենադժվար փուլերից մեկն է հանդիսանում։ Ամենակարևոր հետազոտություն դա MRT հետազոտությունն է։ Մարդիկ շատ հաճախ սխալմամբ մտածում են, որ իրականացված որովայնի սոնոգրաֆիան հնարավորություն կտա շագանակագեղձի քաղցկեղ հայտնաբերել Եվ երբեմն լինում է, որ աննշան աճ է գրանցում, մտածում են, դե ինչ է եղել, որ ադենոմա է, դե տարիքային աճ է գրանցել, բայց պետք է ասել, որ տրանսաբդոմինալ սոնոգրաֆիա, այսինքն այն հիմնական սոնոգրաֆիան, որ իրականացվում է եւ պոլիկլինիկաներում, եւ բուժական կենտրոններում, դա այդ փորից, այսպես ասած, դրված եւ իրականացված սոնոգրաֆիկ հետազոտությունն է, որը որ շագանակագեղձի տեսանկյունից շատ թույլ զգայունություն եւ սպეციფიკություն ունի։ Այսինքն շագանակագեղձի մոտավոր չափերի մասին մենք կարող ենք ինֆորմացիա ստանալ, բայց թե ինչպիսի փոփոխություններ կան շագանակագեղձում մենք չենք կարող ունենալ։ Տրանսրեկտալ սոնոգրաֆիան, որը որ այսինքն իրականացվում է հետանցքի միջոցով եւ շատ մոտիկ դատչիկը շագանակագեղձը տեսնում է, ընդամենը 50% զգայունություն ունի, այսինքն այդ նույնիսկ այդ սոնոգրաֆիան ուռուցքը կարող է բաց թողնել։ Դրա համար ամենաբարձր զգայունությամբ հետազոտություն դա MRT հետազոտությունն է, այսինքն եթե դրված է կասկած, PSA ցուցանիշով կլինի կամ մատնային քննությունով կլինի ուրոլոգի կողմից եւ հստակ դրվում է շագանակագեղձում կասկած քաղցկեղի, պետք է իրականացվի MRT հետազոտություն, այսինքն դա գրեթե մինչև 90-95% զգայունությամբ հետազոտություն է եւ մինչև 5 մմ չափի նույնիսկ փոփոխությունները շագանակագեղձում մենք կարող ենք MRT հետազոտությունով տեսնել։ Այստեղ դժվարությունը գալիս է արդեն բիոպսիան ճիշտ իրականացնելու տեսանկյունից, որովհետեւ այս բան ուրոլոգիական հանրության համար նաեւ ամենամեծ մարտահրավերը դրանք պատահական եւ անիմաստ բիոպսիաների քանակներն են, որոնք արտասահմանում զարգացած երկրներում արվում են, այսինքն թեթև կասկած միանգամից բիոպսիա, թեթև կասկած միանգամից բիոպսիա եւ շատ դեպքերում անիմաստ բիոպսիաներ են դրանք հանդիսանում եւ մյուս դեպքում դա այն է, որ շատ փոքր զոնա է այդ ախտահարված զոնան եւ սովորական տրանսրեկտալ սոնոգրաֆիայով հնարավորություն կարող է լինել, որ հենց այդ օջախի մեջ չմտնես, որովհետեւ ասեցի ձեզ տրանսրեկտալ սոնոգրաֆիան ինքը մոտ 50% դեպքերում այդ կասկածելի զոնան կարողանում տեսնել։ Տեսնելուց էլ բացի կարող է այնպիսի տեղայական ունենալ, որ հնարավորություն չձեռի։ Ժամանակակից աշխարհը արդեն ներառում է MRT հսկողությամբ բիոպսիաները, ներառում է սոնոգրաֆիկ եւ այսպես fusion բիոպսիայի կոչում, սոնոգրաֆիա եւ MRT-ի տվյալների սինխրոնիզացիայի միջոցով բիոպսիաները, որոնք շատ ավելի բարձրացնում են այդպեսի փոքր այդ զոնաներում ուրեմն target այսպես բիոպսիաներ իրականացնելու հավանականությունը եւ ուռուցքային պատասխանը ստանալը։ Բայց եթե մատնային քննություն իրականացվում է եւ այսպես շոշափելի հատվածներում է տեղակայված ուռուցքը, որպես կանոն ամենահասարակ այսպես մաչելի էժան այսպես ասած բիոպսիան ֆինանսական տեսանկյունից էլ շատ մեծ հավանականությամբ այդ ուռուցքային process-ը հայտնաբերելու է։ Այսինքն երբ որ մենք այդ փուլերը անցնում է պացիենտը, հայտնաբերվում է իր մոտ շագանակագեղձի քաղցկեղ, արդեն նոր այդ ժամանակ բժիշկը կարող է հստակ քայլեր առաջարկել։ Հետազոտական փուլերը այսքանով չեն ավարտվում ցավոք։ Իհարկե, եթե ցածր ագրեսիվության ուռուցք է լինում եւ շատ ցածր դեռևս PSA-ի պայմաններում որոշակի այլ հետազոտություններ, այսինքն մետաստազավորում, այդ ճյուղավորում ժողովրդի ասած փնտրելը երբեմն կարող ենք իրականացնել, բայց դե ապահովությունը լավ բան է, ես ինքս սիրում եմ, որտեղ ունեցել եմ դեպքեր, երբ շատ ցածր նահատիպ ցուցանիշներ ունեցել են նաև տարածմամբ
պացիենտներ եւ ես սիրում եմ ինքս իրականացնել հետազոտություններ։ Այս փուլից հետո արդեն գալիս է հասկանալը շագանակագեղձի քաղցկեղը տեղակայված է այս դեռևս շագանակագեղձում, թե ասենք կողքի լիմֆատիկ հանգույցներն են ախտարված, թե ոսկրերում մետաստազներ կան, վիսցերալ մետաստազներ կան, թե ոչ։ Այդ ժամանակ արդեն մի քանի հետազոտություններ են արժևում գալիս, որոնք մենք պետք է իրականացնենք։ Ժամանակակից աշխարհում արդեն կա ուրեմն պետ կատեն, պոզիցիոն էմիսիոն տոմոգրաֆիան, որը որ իհարկե դժվարամատչելի հետազոտություն է նաև ֆինանսական տեսանկյունից, եւ նրա այդ նյութերը, որոնք իրականացվում են այդ հետազոտությունը իրականացնելու համար, մի քիչ ծախսատար են եւ թանկարժեք են դարձնում հետազոտությունները, սակայն մինչև 90-95% հավանականությամբ զգայունությամբ այս հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել ամենաչնչին տարածված զոնան, որը որ համակարգչային շերտագրությունը, որը որ այսպես բոնսկան, այսինքն օստեոսինտիգրաֆիկ հետազոտությունը կարող է բաց թողնել։ Սակայն եթե որոշակի դժվարություններ լինում են, իհարկե կատեն եւ համակարգչային շերտագրություն եւ օստեոսինտիգրաֆիայի զուգակցումը կարծես մի քիչ մոտենում է այդ պետ կատեի տված ինֆորմացիային եւ մենք կարողանում ենք այս երկու զուգակցում կամ եթե կարողանում ենք պետ կատե իրականացնել, իրականացում է հետազոտությունը եւ հասկանում ենք։ Եվ եթե իսկապես շագանակագեղձի քաղցկեղը գտնվում է դեռևս այն նախնական փուլերում, օրգանի սահմաններում, ցածր PSA-ով, այս դեպքում արդեն մի քանի մոտեցումներ են դրվում։ Կա ինչպիսի ագրեսիվության ուռուցք է, հիմա անդերգլիսոնի դասակարգումը կա, դա մի փոքր այս պայծրությամբ հին դասակարգում է, դա երկբալանոց դասակարգումն է ուռուցքի, երբ տարբեր ագրեսիվության եւ ամենահաճախ հանդիպող բջիջների փոփոխության գումարն է։ Եվ դրանով առավելագույնը 5 ոնց որ միավորներով գնահատվելով բալ է տրվում։ Եվ այստեղ 5-6 բալանոց ուռուցքները, որպես օրինակ 3+3 օրինակ բալանոց 6 բալանոց ուռուցքը համարվում է, որ ինքը շատ ցածր ռիսկայնություն ունեցող այսինքն պացիենտ է, եթե PSA-ն էլ իհարկե ցածր ցուցանիշներ ունենք։ Եվ այսպես միջին ագրեսիվության ռիսկի եւ բարձր ռիսկի պացիենտներ։ Հիմա իհարկե ICUP դասակարգումն է, որը շատ մեծ տարբերություն չկա, ոնց որ այդ գլիսոնից ոնց որ մի փոքր ոնց որ միաձուլել են, ոնց որ որոշակի ավելի ցածր փուլայնության ոնց որ դասակարգում են ստեղծել, բայց գլոբալ առումով իմաստային ինչ-որ տես փոփոխություն չկա։ Եվ եթե ցածր ագրեսիվության եւ ցածր ռիսկայնության պացիենտ է, նույնիսկ կարելի է ոչինչ էլ չանել, այսինքն ուղակի հսկել։ Ժամանակին երբ որ վերջերս Զալցբուրգում եւ զրուցում էինք մեր ամերիկյան պրոֆեսորները, որոնք որ աշխատել էին այդ Walsh-ի հետ, որը որ շագանակագեղձի քաղցկեղի հեռացման ոնց որ հիմնադիրներից մեկն է եւ համաշխարհային ոնց որ դեմք է եղել, այն ժամանակ վիրահատել են միայն հենց այդ ցածր ագրեսիվության ուռուցքները։ Եվ որովհետև տեսել են, որ ցածր ագրեսիվության ուռուցքները, երբ որ վիրահատում են, արդյունք են ստանում եւ պացիենտները կարծես կարողանում են հաղթարել եւ որ ուռուցքները, որ ագրեսիվ ուռուցքներ են եղել, նրանց թույլ չէր տրված, այսինքն այդ ժամանակ հիմնադիրները ասում էր Walsh-ը, որ երբ իրավունք չունեք վիրահատել, նույնիսկ եթե գլիսոն այդ 7 բար էր դառնում, իրավունք չկար վիրահատելու։ Եվ հիմա դարը փոխվել է, ժամանակները փոխվել են, եւ հիմա հակառակն է եկել, որը որ ագրեսիվ է, այդ ուռուցքը պետք է վիրահատել, որը որ թույլ ագրեսիվության է, կարող է ուղղակի հսկել։ Եվ պացիենտի հետ ոչինչ տեղի չի ունենա, տասնամյակներ նույնիսկ։ Եթե ագրեսիվ է վիրահատում են, ուռուցքի կրկնակի աճ չի լինում։ Տեսեք, ագրեսիվությունը իհարկե որքան ագրեսիվ է տեղային մետաստազ, այսինքն տեղային կրկնման հավանականությունը բնականաբար միշտ էլ ավելի մեծ է լինում, բայց եթե մենք ունենք ագրեսիվ ուռուցք, ապա հորմոնալ թերապիա, այսինքն դեղորայքային բուժումները, ճառագայթային բուժումները մեծ հավանականություն, այսինքն ոչ թե մեծ, այլ հավանականություն ունեն, որ դրանք իրականացնեք, բայց տեղային նորից կրկնության ռիսկ կարող եք ունենալ։
Դրա համար երբ որ ունենք մենք գերագրեսիվ ուռուցքներ, այսինքն օրինակ 10 բարանոցից 9 կամ 10 բարանոց 8 բարանոց այսպիսի ուռուցքներ եւ դեռևս շագանակագեղձի սահմաններում է, որքան հնարավոր է շուտ այդ շագանակագեղձից պետք է ազատվել։ Այսինքն դա է ապահովում մաքսիմալ ուռուցքի հաղթահարումը։ 5-6 բարանոց ուռուցքները դուք կարող եք ուղակի հսկել, ոչինչ տեղի չունենա։ Սակայն դեպքեր կան, որոնք կարող ենք այս փուլում էլ իհարկե քննարկել։ Օրինակ, պացիենտը շատ վատ է միզում, միզային կաթետրով է, այսինքն մենք այնպիսի արգելք կա միզարձակության եւ այդ ուռուցքը կամ ադենոման հետը միասին այնպիսի խնդիր են առաջացնում պացիենտի հետ, որ կյանքի որակը խստիվ ընկած է, այս դեպքում կարելի է օրինակ ասել, հա, հասկանում ենք, որ ձեզ մոտ կարելի է եւ հսկել, բայց պետք է վիրահատության ենթարկվես։ Այս դեպքում մի քանի եղանակներ կան, որ կարելի է օրինակ ներմիզուկային մասնահատում անել, այսինքն այդ խանգարող հատվածի հյուսվածքը հեռացնել եւ հետո հիվանդը արդեն գնա եւ որոշակի հորմոնալ պրեպարատներ կամ նորից էլի ակտիվ հսկողության ենթարկվի։ Բայց ուռուցքը ընդեղ է մնում։ Ոնց որ ասած դուք ամբողջությամբ ուռուցքը չեք կարող հեռացնել, այսինքն հեռացնում եք մենակ արգելքային հատվածները։ Դրա համար ես այն պացիենտներին, որոնք որ ունեն այդպիսի խնդիրներ եւ ունեն միաժամանակ շագանակագեղձի քաղցկեղ, ես առաջարկում եմ շագանակագեղձը հեռացնել, այսինքն կարծես 2 էտապ է քաղցկեղից ոնց որ ազատագրում, մեծ հավանականությամբ ազատագրում, ինչպես նաեւ լուծվում է միզարձակության խնդիրները։ Ես հասկանում եմ, որ դա վիրահատություն ինք իրենով շատ ավելի ռիսկային ոնց որ պրոցեդուրա է, քան դեղ խմելը կամ ճառագայթային թերապիան, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ կյանքի տարբեր էտապներում բոլոր տղամարդիկ տարբեր ռիսկերի մեջով անցնում են եւ սա էլ ռիսկ է, որը որ պետք է կայացնել։ Ընտրության դռները շատ են։ Շագանակագեղձի քաղցկեղը պրոտոկոլները շատ ամիսներով, այսպես ասած, ամիս առ ամիս փոխվում են, տարի ամեն տարի մեկ նոր պրոտոկոլ ենք ստանում եւ նոր պրեպարատ է ստեղծված, նոր խումբ պրեպարատ է ստեղծված։ Այս պայդրությամբ, երբ որ ես նոր կլինիկական արդյունատուրա եմ ընդունվում, այդ ժամանակ ընդամենը 2 ոնց որ հարց կար, այնտեղ հորմոնալ թերապիայի ընդամենը 1 պրեպարատ Հայաստանում կար եւ քիմիոպրեպարատներից ընդամենը 1-2 պրեպարատ։ Իսկ հիմա այդ պրեպարատները շատ են եւ մի պրեպարատը երբ որ չի ազդում, մյուսն ենք կարողանում արդեն առաջարկել ճառագայթային թերապիան է, որը որ զուտ արդեն ոչ թե այսպես լայն ճառագայթ է, այլ կոնկրետ զոնավորված եւ թարգետ ճառագայթային թերապիաներ են իրականացվում։ Բրախի թերապիան շատ ակտիվ կարող է կիրառվել չնայած շատ սելեկտիվ հիվանդների դեպքում։ Քիմիոպրեպարատներն են մի քանի սերունդի այսպես պրեպարատներ են հայտեկել։ Ուռուցքի բջջային, ոնց որ ասած, կորիզի վրա ազդող հականդրոգենային պրեպարատներ կան, որոնք հորմոնալ թերապիան եթե չի աշխատում, սկսում են աշխատել, այսինքն պացիենտը այն ժամանակ եթե պրեպարատը չաշխատեց, քիմիան չօգնեց, կարծես դատապարտված էր միանգամից մահվան եւ երբ որ չես բուժում եւ ինքն էլ ագրեսիվ ուռուցք է լինում, ասեմ ձեզ, դա շատ կարճ այդ ընթացքը կարող է տևել։ Բայց բարեբախտաբար վերջին քանի տարիների ընթացքում ճիշտ ասած շատ ավելի հազվադեպ է դարձել այդ մահացությունը, այսինքն կարծես այդ պրեպարատները մի փոքր կյանքի տևողությունը ավելացրել են եւ պայքարի միջոցները մենք այս պահին ոնց որ ավելի զինված են, քան մի քանի տարի առաջ։ Եվ ես վստահ եմ, որ մի քանի տարի հետո ել ավելի ենք զինված լինելու, որովհետև այս պահին փորձարարական են դեռևս, բայց թարգետ թերապիաներ են մշակում շագանակագեղձի հետ կապված, մշակվում է իմունոթերապիայի որոշակի պրեպարատներ, փորձարարական այդ էտապները, երբ որ իրանք անցնեն, ես վստահ եմ, որ նոր մի քանի զենք էլ մեր արսենալում կստեղծվի։ Ավելի շատ ուշացած դեպքեր եք հայտնաբերում, թե լինում է, որ կարողանում եք կանխել։ Եթե ստատիստիկ տվյալներին նայենք, Հայաստանը ընդհանրապես կա, այսպես ասված, տարիքային ստանդարտիզացված մահացության ցուցանիշ, որը ինչ է իրանից ներկայացնում, այսինքն որպեսզի մի երկիրը մյուս կամ տարածաշրջանի հետ մենք կարողանանք որոշակի համեմատություններ մտցնել, պետք է ինչ-որ զրոյական կետ ստեղծվի եւ այդպես այդ ստանդարտիզացիան է ստեղծել, այսինքն ամբողջ երկրի մոլորակի վրա, այսինքն հաշվել են թե մոտավորապես ինչ տարիքային խմբի են դասվում մարդիկ
եւ բոլոր երկրները կարծես համեմատվում են այդ կառուցվածքի հետ։ Եվ Հայաստանը իր շագանակագեղձիկ հացկեղի մահացության այդ ցուցանիշով, որ տարինքային ստանդարտիզացված մահացության ցուցանիշն է, մոտարապես 100,000-ին հասնող բնակչության ցուցանիշով 13.3 ցուցանիշ ունի, որը որ միջին ցուցանիշ է հանդիսանում, որ դուք պատկերացնեք ինչքան վատ վիճակներում երկրներ կան, աֆրիկյան երկրներում այդ ցուցանիշը մոտարապես 500-600 ցուցանիշների է հասնում, այսինքն սա այս ցուցանիշը մոտարապես ինչի մասին է խոսում, թե ինչքան բացի թողի վիճակում է գտնվում շագանակագեղձիկ հացկեղը եւ ինչքանով է կարողանում այդ ընթացքում պայքարել առողջապահություն այդ խնդրի դեմ։ Հայաստանյան այդ ցուցանիշը, ասեմ ձեզ, մոտ միջին ցուցանիշ է, նույնիսկ կարող ենք ասել, որ այդ ցուցանիշով մենք գերազանցում ենք շատ զարգացած երկրների, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, այսինքն այդ ցուցանիշներով այնտեղ նույնիսկ շատ ավելի վատ ցուցանիշներ են։ Բայց սա չի խոսում կլասիկ առողջապահական որակի մասին։ Սա խոսում է, թե ինչքան նաև բացի թողի վիճակը, ինչքան ուշ փուլերում են կարողանում հայտնաբերել։ Եվ մենք կարող ենք ասել, որ մոտարապես միջին վիճակներում են գտնվում։ Մոտ 2022 թվականի հետազոտությունը իհարկե տարբեր կազմակերպություններ, այսինքն ամեն ինչ որ միջակայքային տարիքային տարեկան ոնց որ 5 տարին 1, 10 տարին 1 հետազոտություն են իրականացնում եւ 22 թվականի տվյալը ես ունեմ, չնայած ես վստահ եմ մենք մեր ռեգիստրում ուռուցքային մենք ամենամյան էլ կունենանք, բայց 762 մահ ենք ունեցել 2022 թվականին, ըստ որ այն ինֆորմացիան, որ միջազգային մեր առողջապահությունը փոխանցել է միջազգային կազմակերպություններին։ Դա լուրջ իհարկե ցուցանիշ է մեր փոքր երկրի համար, որովհետև նույն 22 թվականին ամբողջ աշխարհում մոտ 1.5 միլիոն մահ է եղել շագանակագեղձիկ հացկեղից, եւ որ վերցնենք մեր հայաստանյան 762-ը դրա հետ կարծես թե այդքան էլ փոքր կազմաս ենք կազմում, բայց դե բնակչությունը Հայաստանի այդքան էլ մեծ չի, որպես ինչ որ դերակատարում ունենանք։ Եվ այս ցուցանիշը, որ ես ձեզ ասում եմ, ինչի է վատ, մարդիկ, քանի որ մենք այդ սկրինինգային ծրագրերը ցավոք չունենք, այսինքն եթե մենք ունենայինք ներդրված սկրինինգային ծրագրեր, հայտնաբերվեին այդ ուռուցքները վաղ փուլերում, մենք այդ ցուցանիշի շատ նվազում կունենայինք։ Նույն հարևան մեր Վրաստանի ցուցանիշը օրինակ 10-ի կարգի է, Իրանի Իսլամական Հանրապետությունը մոտ 10-ի է։ Ադրբեջանի նկարած թվեր են, ճիշտ ասած 4 քանիս են, այսինքն այնտեղ մենք տիրապետում ենք մեր տարածաշրջանի ուրոլոգիական հանրության հետ, մենք ոնց որ կապեր ունենում ենք հատկապես Իրանի եւ Վրաստանի առավելապես հետ, մենք պատկերացնում ենք, որ ինչպիսի ոնց որ մոդելներ են, ինչպիսի բժշկական ուրոլոգիական ոնց որ վիճակներում են այդ երկրները գտնվում, եւ միանշանակ կարող եմ ասել, որ այդ ցուցանիշները փաստ չէ, այսինքն դուք տեսնեք, մենք հետ ենք ընկած, այդ ցուցանիշները մի փոքր սխալ հաշվարկած են, այսինքն օրինակ նույն, եթե Ադրբեջանում 4 քանիս է ցուցանիշը, մտածենք, որ լավ վիճակում է, այդպես չէ, այդ ցուցանիշը ցածր է գալիս, որովհետև ուղղակի նշանակում է չհայտնաբերված ուռուցքով այդ մարդիկ մահանում գնում են եւ ուղղակի բժշկությունը չգիտի, որ քաղցկեղով հիվանդ ուներ։ Հայաստանում իհարկե այդ ցուցանիշն այդ հսկողությունը շատ ավելի ոնց որ ճիշտ հիմքի վրա է դրված, այսինքն կարծես խաբեություն գոյություն չունի, որ ամեն ինչ բաց է եւ մենք այդ ամբողջ ինֆորմացիա ունենք։ Իհարկե կարող ենք ունենալ պացիենտներ, որոնք որ կարող են մահագրանցվել եւ այդպես էլ, ասենք, դիահերձում էլ նույնիսկ, ասենք, շրջաններում, բայց այդ դեպքերը հատուկ են եւ մենք այդ դեպքերը չենք բաց թողնում։ Իսկ պետք չէ պոլիկլինիկաներից սկսել հսկողություն, այսինքն պարտադրել, որ մարդիկ թեստ հանձնեն գոնե։ Հունվարի 1-ից առողջապահության նախարարությունը ներդնում է այդ ծրագիրը եւ կարծես հենց 65 եւ այսինքն այն մարդկանց համար է ներդրված, որոնք որ այն տղամարդկանց համար է ներդրված, որոնք հենց այդ ռիսկի խմբի մեջ են գտնվում, որոնք կարող են այդ խնդիրը ունենալ։
Իհարկե ես կուրախանամ, եթե ավելի ոնց որ վաղ տարիքից այդ ամեն ինչը վաղ թե ուշ կլինի։ Ես հուսով եմ, որ պոլիկլինիկական մակարդակներում այդ PS-ի հետազոտությունը ներգրաված կլինի։ Ես չեմ խաբի, ես դեռ տեղեկացված չեմ, ինչպիսի հետազոտական փաթեթ է լինելու ներդրված 65 տարեկանից բարձր, բայց եթե PS-ը ներդրված է, շատ միանշանակ ուրախալի փաստ կլինի։ Եվ այն պացիենտները, որոնք մինչև 65 տարեկանը, ասենք, հսկել են կամ չեն հսկվել, այդ տարիքից հետո կարող են իրենց PSA հանձնել եւ ասենք իրենց քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերել թեկուզ 65 տարեկանում հենց կամ 66 տարեկանում։ Դա էլ շատ մեծ նշանակություն կունենա հետագա ուշացած փուլերում քաղցկեղը հայտնաբերել։ Զրույցի սկզբում մի շարք պատճառներ նշեցիք, որ կարող է հանգեցնեն շագանակագեղձի քաղցկեղի զարգացմանը, իսկ ալկոհոլն ու ծխախոտը կապ ունեն։ Ալկոհոլը եւ ծխախոտը անմիջական կապակցվածություն չունեն։ Իհարկե ծխախոտի դերակատարումը անմիջական ուղիղ այսպես ավելի շատ միզապարկի, երիկամի քաղցկեղի հետ կապակցվածություն ունի, բայց շագանակագեղձի քաղցկեղի դեպքում ալկոհոլիզմ ունեցող եւ ծխախոտ օգտագործողների դեպքում մահացության ռիսկն է ավելի բարձր, այսինքն երբ որ հայտնաբերում են, ով որ ծխող է, ով որ ալկոհոլ օգտագործող է, նրանց դեպքում մահացության ուղղակի հավանականությունն է ավելի մեծ, այսինքն ապրելությունը ավելի կարճ է իրենց դեպքում լինում, քան թե չծխողի մոտ։ Դրա համար երբ որ պացիենտները ծխող են լինում, միանշանակ խորհուրդն է լինում չծխել։ Դուք գոնե, այսինքն երբ որ գոնե այդ ժամանակ ոնց որ թարգում եք ծխելը, թողնում եք ծխելը, միանշանակ ինչ որ չափով նաև նվազեցնում եք ռիսկ, այսինքն ձեր ապրելությունն եք ավելացնում ուղղակի դրանով։ Այսինքն անմիջական կապ քաղցկեղի առաջացման դեպքում չունենք, բայց ում մոտ էլ առաջանում է ծխողներ եւ չծխողներ, միանշանակ ապրելությունը բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր ծխող չեն։ Ուռուցքի բուժման առումով վիրահատական ինչ մեթոդներ են կիրառվում։ Պետք է ուրախությամբ փաստենք, որ մեր ստացված արդյունքները, հայաստանյան վիրահատական արդյունքները վատը չեն, այսինքն մենք այս պայդրությամբ վիրահատության միջոցով այն փուլերում, որոնք կարելի է վիրահատել իհարկե, մենք շատ լավ արդյունքներ ենք ստանում համեմատելի միջազգային տվյալներին։ Հայաստանում այս պայդրությամբ իրականացվում է հիմնականում լապարասկոպիկ շագանակագեղձի հեռացումը, աշխատանքներ մի քանի բուժկենտրոնների կողմից տարվում են որպեսզի ռոբոտիկ այսպես եղանակով շագանակագեղձի հեռացման հարցը կարողանան կարգավորել, իհարկե որտեղ ռոբոտիկ տեխնոլոգիաները մենակ շագանակագեղձի համար չեն իհարկե։ Ես ինքս էլ արդեն այդ վերապատրաստում, այսինքն անցել եմ, համարվում եմ ռոբոտիկ ուրոլոգ, բայց ցավոք տեխնիկական բացակայության պատճառով դեռևս ռոբոտիկ ուրոլոգիան Հայաստանում չկա, հուսով եմ մենք շուտով Հայաստանում դա էլ կունենանք, բայց արդյունքների տեսանկյունից եթե նայենք, բաց եղանակ կլինի լապարասկոպիկ եղանակ կլինի, ռոբոտիկ եղանակ կլինի, ուռուցքային ապրելիությունը որևէ գլոբալ տարբերություն, այսպես ասած, չունի մեթոդի ընտրության հետ։ Այստեղ կախված է մասնագետի ընտրությունը։ Եթե մասնագետը ձեզ շատ լավ կվիրահատի եւ կվիրահատի բաց եղանակով, եւ բայց ամբողջությամբ այդ գործողությունը կանի, բնականաբար կարելի է եւ բացել անել։ Բայց այս փորձառությունը, այսպես ասած, բժշկության ուրոլոգիական հանրության այնպիսին մակարդակի այս բային հասել, որ բաց վիրահատության, բայց շագանակագեղձի հեռացման կարիքը մենք գրեթե չենք ունենում, այսինքն լապարասկոպիկ եղանակով հեռացումը ամբողջությամբ փոխարինել այս պայդրությամբ կարելի ասել շագանակագեղձի հեռացմանը, եւ քանի որ քիչ տրավմատիկ է, պացիենտները մի քանի օր են ընդամենը 2-3 օր են անցկացնում հիվանդանոցում։ Ներվ պահպանողական եղանակով, այսինքն հնարավոր է որոշակի փուլերում, եթե այն վաղ փուլերում է պացիենտը դիմել պահպանել էրեկտիլ դիսֆունկցիան։ Մենք շատ կարողանում ենք լապարասկոպիկ եղանակով պահել միզարձակության այդ անմիզապահության էպիզոդի հարցը լուծել, որովհետև վիրահատության բարդություններից մեկը դա ամենալուրջ բարդություններից մեկը պացիենտի համար դա անմիզապահությունն է եւ շարունակական կամ սթրեսային անմիզապահության տեսքով եւ էրեկտիլ դիսֆունկցիան։ Պետք է ասել, որ
ավելի ես մեծ ուշադրություն եմ դարձնում ուռուցքային տեսանկյունից մեզը պահելու ֆունկցիային եւ եթե ինչ-որ հյուսվածք է շագանակագեղձի նույնիսկ հարակից հատվածներից կապսուլային շատ մոտ թողնում, այս դեպքում պացիենտը, եթե ուզում ես ներվ պահպանողական վիրահատություն, այսինքն պահպանվող էրեկցիայի ոնց որ վիրահատություն իրականացնել, պացիենտը պարտադիր պետք է տեղեկացված լինի, որ ռիսկ կա, որ կարող է ուռուցքային ինչ-որ հատված այնտեղ կրկնության մեծ ռիսկ ունենա տեղային։ Դրա համար ուռուցքաբանական տեսանկյունից ներվ պահպանողականը խիստ սելեկտիվ պացիենտների դեպքում պետք է անել, բայց պետք է այնպես վիրահատել, որ մեզը բոլորն էլ պահեն։ Այսինքն այդ մեզը պահելու ֆունկցիան դա պարտադիր կոմպոնենտներից մեկն է, որ պետք է մաքսիմալ ուրեմն իրականացվի։ Իհարկե տեխնիկաներ կան տարբեր հյուսվածքներ, ինչպես մեկը մյուսին կարել, ինչպես թողնել երկար միզուկ, մկանային շերտ ինչպես չվնասել, կարել, ասենք այնտեղ հյուսվածքներ թե չկարել, այդ բոլոր տեխնոլոգիաներին տարբեր մասնագետներ տարբեր մոտեցումներ են ցույց տալիս, բայց փաստը մնում է փաստ, որ անմիզապահության էպիզոդները որպես կանոն անցողիկ են, մի հռավելագույն եթե պրոտոկոլային նայենք մինչև 3-6 ամիս կարող է տևել, դրանից հետո հատուկ վարժությունների միջոցով այդ ֆունկցիան վերականգնում է եւ խիստ հազվադեպ դեպքերում այդ միզապահությունը շարունակական այսպես մնում։ Հիմնականում միջինում, այսպես ասած, 2 շաբաթվա ընթացքում միզարձակության ֆունկցիան արդեն սկսում ենք դուրին պացիենտի կողմից իրականացնել։ Իհարկե այնտեղ շատ ավելի լուրջ բարդություններ կան, բայց եկեք դրանց չանդրադառնանք, որովհետեւ շատ ավելի հազվադեպ են հանդիպում, բարեբախտաբար դեռ չենք ունեցել, բայց ասածս ինչ է, եթե նմանատիպ վիրահատություն է ցուցված բժշկի կողմից, ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ վիրահատությունից պետք չէ վախենալ։ Այո, ռիսկեր կան, բայց այդ ռիսկին պետք է ուղղակի ուղիղ աչքերի մեջ նայել եւ գնալ առաջ։ Եթե դուք վախենում եք վիրահատության կամ ինչ-որ հակացություններ կան, անեսթեզիոլոգիական ինչ-որ ռիսկեր կան, որոնք որ հակացություններ են լինում վիրահատության, կամ այնպիսի փուլերում է գտնում, որ վիրահատությունները որևէ հարց չի լուծելու, վստահ կարող եք լինել, որ հայկական ուրոլոգիան, հայկական ուռուցքաբանությունը, հայկական ռադիոլոգիան այս պայծրությամբ այնպիսի մակարդակի վրա են, որ շատ հանգիստ ձեր բոլոր հարցերին լուծումներ կտան։ Այս պայծրությամբ մենք ունենք Երևանու ռադիոթերապիայի կենտրոնը, որը ժամանակակից լավագույն սարքավորում, ամենավերջին, ասպես ասած, արտադրած ճառագայթային ապարատուրան է տեղադրված, այսինքն ճառագայթային թերապիայի խնդիր չունենք։ Այսօր Հայաստանում այն բոլոր պրեպարատները, դեղորայքները, որոնք որ մենք ունենք շագանակագեղձի հացկեղի բուժելու համար, բոլորը արկա են, նույնիսկ գրանցված արդեն վիրահատական եղանակներով է լապարասկոպ, այսինքն մինիմալ այդ ինվազիվ միջամտությունները իրականացվում են, այսինքն շուտով էլ հավանաբար ռոբոտներ կունենանք, այսինքն հենց ռոբոտը մտավ Հայաստան, մենք վստահ կարող ենք ասել, որ Հայաստանում շագանակագեղձի քաղցկեղի բուժման որևէ խնդիր այլևս գոյություն չունի, այսինքն մենք կարող ենք միակ բան այդ ռոբոտն է մնացել, կոպիտ ասած, որը որ գլոբալ առումով զուտ տեխնիկական զենք է ուրոլոգի ձեռքում, բայց նա այնպես չի, որ եթե ռոբոտով վիրահատեցի, քաղցկեղը ավելի լավ եք վիրահատելու։ Լապարասկոպիկով էլ կարելի է շատ լավ վիրահատել ու քաղցկեղից ազատել լապարասկոպիկ եղանակով։ Ուղղակի այդ մինուսը, որ ասում եմ, որ մենք մի քիչ զիջում ենք, մինուսը մնացել է մենակ ռոբոտի բացակայությունը։ Էդ էլ եղավ, մենք կարող ենք հանգիստ ասել, որ հարգելիներս մենք բացարձակ ոչ մի բանի կարիք Հայաստանում քաղցկեղը բուժելու համար, շագանակագեղձի քաղցկեղը բուժելու համար չունենք։ Շնորհակալություն։ Առողջություն։ Մենք զրուցում ենք Նաիրի բժշկական կենտրոնի ուրոլոգ Նարեկ Մելքոնյանի հետ։